Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Միջնորդություն դատախազությունից կենտրոնական ընտրական հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ինչ է պահանջել դատախազությունը։ Ով է որոշում, օրենքը, թե քաղաքական կամքը, իրավական համակարգը քաղաքական ճնշման տակ է։ Մեկնարկել է Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաքննիչ բողոքների քննությունը, ինչ են հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները։ Վթարի մասնակիցները պարտավոր են 15 րոպեում ազատել փողոցի երթևեկելի հատվածը, նոր օրենք քաղաքապետարանից։ Մահաբեր խողովակը, ինչպես են անչափահաս քույրերը հայտնվել գետում, նոր մանրամասներ են հայտնի։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Դատախազությունը հանձնաժողովին միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանի և Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ միջնորդությունը 2 օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է։ Նա շեշտել է, որ 2 օր առաջ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և հետևաբար նախագահի երգը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով։ Իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունը նրա խոսքով ինչ-որ գործ է կարել ու դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչու էին դիմում, միևնույն է թքած ունեն օրենքների վրա, կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին։ Փաստացի Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին։ Որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել։ Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել։ Ընդդիմադիր ուժերի առաջնորդների նկատմամբ գործեր հարուցելու մասին հայտարարություններ Փաշինյանը բազմիցս է արել, դրա համար գործածելով տարբեր հարթակներ, ամպիոններից պիկապ։ Այսօր էլ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի միջանցքում խոսել է ընտրակաշառքի մասին և հայտարարել, որ ընտրակաշառք բաժանողներին պետք է ձերբակալեն։ Ես կարծում եմ, որ եւ ոչ միայն կարծում եմ, ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին գնալ մինչև վերև, որովհետեւ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների։ Պետք է գնալ մինչև վերև։ Ինձ համար եւ ցանկացած բանական, ինձ համար եւ ցանկացած պատասխանում եմ, բանական մարդու համար ակնհայտ է, որ չէր կարող մի հատ ուղակի մի տասովշիկ զատնել եւ որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին։ Ոչ, ակնհայտ է, որ նախ այդ տասովշիկին այդ գումարները տվել են եւ ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել են, ասել են, «Էս քեզ փող, մի վարքան, էս քեզ փող, կգնաս եւ կմուծես, որպեսզի ընտրեն մեզ»։ Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում 3 կուսակցությունները՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել եւ ուղղորդել այդ ընտրակաշառքները եւ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման։ Հայտարարություն կամ հրահանգ գործող կառավարության ղեկավարից և դատական համակարգում հայտնվում է ընդդիմադիր գործչի դոսիեն։ Ինչն է որոշում պետական համակարգի գործողությունները, օրենքը թե քաղաքական կամքը։ Դատարանների որոշումներ, որոնք ամբողջությամբ չեն կատարվում, քաղաքացիներ, որոնք արգելվում են լքել երկիրը, առանց հրապարակային հիմնավորման և պետականացման մասին քաղաքական հայտարարություններ, որոնք ըստ իրավաբանների նախորդում են իրավական գործընթացների։ Իրավական համակարգն արդյոք շարունակում է գործել իր անկախ տրամաբանությամբ, թե քաղաքական որոշումներն աստիճանաբար դառնում են օրենքից ուժեղ, ռեպորտաժում։ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքեր կրկին ուշադրության կենտրոնում են պահում իրավական պետության և քաղաքական ազդեցության սահմանների հարցը։ Դատարանների որոշումներն անտեսելն ու չկատարելը, ընտրական վեճերը, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները, նաև մասնավոր սեփականության նկատմամբ պետության աճող հետաքրքրությունը դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների առարկա։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք իրավաբաններ պնդում են, որ տարբեր գործընթացներում քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերակայում է իրավական տրամաբանությանը։
Վերջին ընտրական գործընթացներից հետո մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ դատարաններում վիճարկվեցին։ Դատարաններն արձանագրեցին խախտումները, սակայն այդ գործընթացի շարունակությունը, վերաքվեարկությունների նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթին հայտարարեց, որ դատարանի որոշումները չեն ենթադրում ավտոմատ վերաքվեարկության անցկացում եւ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին իրավական հիմքով։ Իրավունքը խախտվում է, ամեն ինչ արվում է քաղաքական նպատակներով, քաղաքական նկատառումներով եւ կարծես թե մի անձի եւ մի կուսակցության համար է ծառայում ողջ իրավապահ համակարգը եւ եթե նույնիսկ անհատ դատավորներ են լինում կամ անհատ գործիչներ իրավապահ համակարգից, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում լինի որոշումով կամ ինչ-որ որոշում չկատարելով, ապա հասկանալի է թե մենք տեսել ենք թե ինչ վիճակներում են նրանք հայտնվում։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին, որի սահմանափակումը ըստ օրենսդրության կարող է իրականացնել միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների կամ դատարանի որոշմամբ։ Անհրաժեշտ է քրեական վարույց, քրեական վարույթի շրջանակներում առաջադրված մեղադրանք, այսինքն հանրային քրեական հետապնդում եւ դրա շրջանակներում կիրառված բացակայելու արգելք խափանման միջոց։ Բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված չլինելու պարագայում այդ անձանց ելքը սահմանափակելու իրավական հնարավորություն չկար։ Վերջին օրերին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ հայտարարեցին, որ սահմանային անցակետերում իրենց արգելել են լքել երկիրը։ Իրավունքի տեսանկյունից կարող էին արգելել միայն կնոջի կողմից կայացված որոշման հիման վրա։ Նա մանավանդ խոսքը այստեղ գնում էր տեխնացուների մասին, որոնց պարագայում նման տիպ որոշումներ կայացնելուց առաջի հերթին պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր թողտվությունը տար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր, որպեսզի խափան միջոց ընտրվեր, որպեսզի այդ արգելքը փակվեր, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ հերթականությամբ է արվում։ Նման իրավիճակում հայտնվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գրասենյակը նախապես տեղեկացրել էր, որ նախագահը պատրաստվում է 3 օրով մեկնել արտերկիր անձնական հարցերով, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Որոշման ամբողջական եւ հրապարակային հիմնավորումը չի ներկայացվել։ Սպասելի էր, որ այդ քայլը արվելու է, որովհետև ցավոք վերջի տարիներին իրավապահ համակարգը, քննչական կոմիտեն, դատախազությունը ավելի շատ ոչ թե առաջնորդվում են քրեադատավարական օրենսդրությամբ, այլ առաջնորդվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով եւ ցուցումներով։ Նմանատիպ դեպք պատահեց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ։ Սահմանապահ ծառայությունը նրան արգելել է այցելել Վերին Լարսի, իսկ այցելության նպատակը ոչ թե երկրից հեռանալն էր, այլ ուղիղ եթերով ներկայացնելը, թե ինչ հերթ է գոյացել Լարսում, ինչ վիճակում են հայկական բեռնատարները եւ գյուղմթերքի արտահանումը։ Սկզբում արգելքն է եղել երկրից դուրս գալու, վստահ եմ, որ հաջորդիվ մի շարք քրեական շինչ ու գործեր կլինեն եւ ուժեղ Հայաստանի հետ կապված եւ Հայաստան դաշինքի հետ կապված եւ Բարգավաճ Հայաստանի հետ կապված կլինեն մի շարք քրեական գործեր, կձերբակալվեն եւ փորձ կարվի կանոնավորելու մի շարք անձանց, որովհետեւ այդ հոսույթը իրավապահ համակարգը լսել է արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։ Երկրից ելքի սահմանափակումների համատեքստում հիշատակվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Նախկինում նրա նկատմամբ կիրառվել էին քրեական վարույթի շրջանակում խափանման միջոցներ, որոնց թվում էր նաև երկրից չբացակայելու պարտավորությունը, բայց այս անգամ ոչ ծանուցում է եղել, ոչ էլ զգուշացում։ Վիճահարույց թեմաներից հաջորդը Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ զարգացումներն են։ Միջև իրավական գործընթացների պաշտոնական մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններով խոսել էր ընկերության հնարավոր պետականացման անհրաժեշտության մասին։ Փորձագետների կարծիքով հենց այդ հայտարարություններն են քաղաքական ազդանշան տվել հետագա իրավական եւ վարչական գործընթացներին։ Բարդ է իրավաբանի համար լուրջ քննարկման առարկա դարձնել այնպիսի կատեգորիաներ, որոնք չեն ենթարկվում որևէ իրավական տրամաբանության։ Նույն համատեքստում են նաև Արարատ ցեմենտի շուրջ հնչող քաղաքական հայտարարությունները։ Այս դեպքում նույնպես քաղաքական ուղերձ է նախորդել է իրավական գործընթացին։ Սրանով մենք ներդրողներ ենք կորցնելու մեր երկրում, որովհետև մեր երկիրը այլևս կանխատեսելի չէ, մեր երկիրը ստացվում է արդեն, որ հնարավոր է մեկ անձի որոշմամբ բիզնես փակվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ գործունեություն արգելվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ մի բիզնես խլվի։ Երբ դատարանների որոշումները մնում են առանց քաղաքական հետևանքի, քաղաքացիներին չի ներկայացվում նրանց իրավունքների սահմանափակման ամբողջական հիմնավորումը, իսկ քաղաքական հայտարարությունները նախորդում են իրավական գործընթացներին, բնականաբար առաջանում
կրկնում են հարցեր պետական ինստիտուտների անկախության եւ իրավական համակարգերի ինքնուրույնության վերաբերյալ, իսկ այդ հարցերին իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակում են տալ տրամագծորեն տարբեր պատասխաններ։ Ադրբեջանի դատական համակարգն էլ սկսել է մեր հայրենակիցների դեմ կեղծ գործերի վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն եւ ռուսերեն թարգմանիչներ եւ փաստաբաններ պաշտպանության համար։ Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։ Հաջորդ կեղծ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։ Փամբակում արդեն երկրորդ օրն է տասնյակ փրկարարներ, հարազատներ ու կամավորներ մետր առ մետր որոնում են 7-ամյա Նարեին եւ 13-ամյա Նարինեին, որոնք նախնական տվյալով ընկել են Փամբակ գետը։ Մինչ ընտանիքը սպասում է ամենափոքր հույսին, տեղի բնակիչները պնդում են, այս ողբերգությունը պատահականություն չէր, տարիներ շարունակ ահազանգ են հնչեցրել գետի վրա գտնվող վտանգավոր խողովակի մասին, որը նրանց խոսքով արդեն բազմաթիվ դժբախտությունների պատճառ է դարձել։ Իմ գործընկերանի Աղյանն է եղել դեպքի վայրում, դիտենք ռեպորտաժը։ Փամբակի այս խողովակն է երկու հարազատ քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառներից մեկը։ Բնակիչները պատմում են, որ երեխաները փորձել են կարճացնել իրենց ճանապարհն ու այս խողովակով անցնել, հասնել մյուս ափ, բայց չեն հասել։ Գետի գրեթե ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Խողովակի վրով անցնելուց փոքրը ընկել է գետը, սոթ հատվել ընկել գետը, մեծն էլ ձեռը գցել է ուզեցել է օգնի, ինքն էլ է սայթակել, հետևից ընկել։ Երկրորդ օրն է Փամբակի գրկից փորձում են գտնել երկու հարազատ քույրերին։ Դաժե հակի շորջ չենք հայտնաբերել։ Չկա ոչ։ Փամբակ գետն ընկած երեխաներից մեկը 7 տարեկան է։ Անունը Նար է, մյուսը Նարինեն է, 13 տարեկան։ Հարազատ քույրերին ամեն օր մայրն ուղեկցում էր Օրան խնամքի կենտրոն։ Երեկ ըստ երեխաների մորաքրոջ մայրը նոր աշխատանք էր գտել։ Առաջին օրն էր, չէր ուզում բացակայել։ Երեխաներին մենակ է ուղարկել։ Մշտական հաճախել են 2-ից 6 ծնգա ժամանակահատված։ Միշտ մայրը ուշադիր է եղել, ուղղակի երեկ առաջի աշխատանքային օրն է եղել։ Չի կրծե երեխեքին տանի, այդ երկու երեխեն մեկ քիչ մշտապել են, դուրս են եկել, մինչև մյուսները գնացել են, ու չեն հասել Օրան, ճանապարհին չկա։ Քույրերի մորը շրջապատել էին հարազատներն ու հարևանները, բոլորից մեկ լուր էր ուզում լսել, գտել են երեխաներին, բայց երեխաների փոխարեն պարբերաբար շտապօգնության բրիգադներ գալիս, փորձում էին հանգստացնել գետն ընկած քույրերի մորը։ Ամեն ինչ անում ենք, գտնենք հետքեր, նշաններ, որովհետև սա առանցվածային դեպք է, երեխաների հետ կապված, ամեն ինչ անում ենք։ Երկու քույրերի գետն ընկնելու հնարավոր պատճառը խողովակը մահաբեր է կոչում այդ թաղամասի բնակիչ մնացականը։ Ասում է առաջին դեպքը չէ, որ խողովակի պատճառով Փամբակը տանում է մարդկանց, մեծ ու փոքր։ Վրովը գնալ գալուց ես էլ եմ ընկել գետը, ասենք լողալն ենք իմացել, դուրս ենք եկել, ով չի իմացել խեղդվել է, մի մարդու էլ ալավերդիկ տարիներ առաջ։ Այս խողովակը սա ոչ կոյուղի է, ոչ ջրատար, ոչ մի բան, ինք իրանից ոչ մի դես չի տանում, ինքը պարզապես մարդու գլուխուտող մահաբեր մի հատ թակարդա մեր զեորմաս թաղամասի համար։ Այս խողովակից վերև մի 150 մետր վերև ունենք եւ մեքենայի կամուրջ, անվտանգ, եւ մարդկանց կամուրջ, գետից բավականին բարձր սովետական ժամանակ կառուցված անվտանգ կամուրջ։ Տարիներ առաջ անգամ ստորագրահավաք են արել, որ գան ու հեռացնեն անպիտան խողովակն, ասում է։ Պատճառաբանել են, թե սարքավորումներ չունեն։ Այստեղ տեխնիկայի խնդիր, բարդ մաթեմատիկական խնդիր չի, որ չկարողանան լուծեն։ Պարզապես կռուն կա պետք, տրոսը գցենք, խողովակը հանենք, տնենք ստեղով վсё։ Սա ոչ միլիոնների խնդիր է, ոչ մեծ հիմնարկության խնդիր է, սա պարզապես մի քիչ ուղիղ աշխատացնել է պետք, ժողովրդի մասին մտածել է պետք։ Դժբախտությունների պատճառ դարձած խողովակի մոտ են գալիս բնակիչները, կանգնում, աջ ու ձախ նայում, Նարեին ու Նարինեին փնտրում։
Նրանց շարքում էր Վանաձորի 7-րդ միջնակարգ դպրոցի տնօրենը, որ աղջիկների մասին էր պատմում։ Պարկեշտ են, խլացի, թե ինչ եղավ։ Ճամբարի համար երեխաներից 3-ը գրված էին, որ ճամբար պիտի գնային, երեկվանից ասում են Երանի գն արդեն գնացած լինեին, այս ողբերգությունը չկատարվեր։ Մի խոսքով, չգիտեմ, շատ վատ վիճակ է։ Ամբողջ դպրոցը սգում է այս պահին։ Որոնում են հարազատ քույրերին, լոռու փրկարարներին միացել է նաև Տավուշի թիմը։ Քար ու թուփ, գետի մեջ շարժվող ու անշարժ բոլոր առարկաները հատուկ ուշադրության են արժանանում։ Փնտրվող քույրերը շտապում էին, բայց տեղ չհասան։ Փրկարարները եւս շտապում են, ուզում են րոպե առաջ գտնել քույրերին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նոր մանրամասներ կան Օրգով գյուղում 12-ամյա աշակերտի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման աղմկահարույց գործի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, թեև քննիչը դատարանին միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Փոխարենը դատարանը մեղադրյալի նկատմամբ ընտրել է ավելի մեղմ խափանման միջոց, բացակայելու արգելքը։ Ազգային ժողովում քննարկել են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նոր օրենքի նախագիծը։ Ըստ Ավինյանի օրենքը ենթադրում է, որ ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից եւ ամբողջությամբ ազատել ճանապարհը։ Բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի։ 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30,000 դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների շուրջ համաձայնության հասնելու դժվարությունների եւ Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու իսրայելական ռեժիմի իրականացրած հարձակումների պատճառով Թեհրանը որոշել է բանակցությունները բաժանել երկու փուլի։ Առաջին փուլում քննարկել են պատերազմի ավարտը, Հորմուզի նեղուցի եւ Իրանի արգելափակված միջոցների ապասառեցման եւ վերականգնման վերաբերյալ հարցերը։ Նրա խոսքով առաջին փուլին պետք է հաջորդեն 60-օրյա բանակցություններ միջուկային հարցի եւ պատժամիջոցների չեղյալ հայտարարման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարելու ռուսական նավթի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների մեղման որոշումը։ Ավելի վաղ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն մեղմել է ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։